մեր շնչելու համար։ Ինչ են ասում, ասում են ինչ-որ պրոբ, թե ինչ։ Պրոբի համար, պրոբ ինսպեկցիան մեր ապրանքը, մեր գործերը ստուգում է։ Եթե պրոբը չի պահում, նա պարտավոր է այդ պրոբը չխփի։ Եթե պրոբը չխփեց, ես չեմ կարող դնել իմ տուփի մեջ այդ ապրանքը վաճառել։ Եթե ինքը պրոբը խփել է, ես վաճառում եմ, գալիս է վերցնում է, տեսնում է պրոբը չի պահում, ինձ 2 միլիոն տուգ անում է, ինչի համար։ Փոչը չի երևում։ Ինչի համար։ Պրոբը պահում է, փոչը չի երևում։ Պրոբը խփած, պրոբը այո։ Պրոբը պահում է, հենց Սասունցի Դավիթ կա։ Պրոբը պահում է, չի կարելի, պրոբը պահում է, եթե 575 պրոբի զարդը ստուգում են ու տեսնում են, որ 575 պրոբը չի պահում, թող այդ մարդու ամբողջ ապրանքը պետականացնեն, բայց մարդու Սասունցի Դավիթ այդ հարգորոշման թիվը կամ չգիտեմ այդ Սասունցի Դավիթի չի երևում, դրա համար հատ ապրանքի համար 50,000 դրամ թողեք դուք։ Ոնց կլինի։ Զարդը իր պրոբը չի պահում, այլ նկարը ճիշտ չի նկարում։ Լավ, շատ ներողություն, հիմա եկել եք այստեղ, ինչ հույս ունեք, այս մարդիկ մեկնելի սրանց պրոբը ստուգի։ Հիմա Որտեղ մենք պահանջում ենք, մեզի ոչ մեկ չի լսում, որ ինչու՞ն է հարցը, եթե մենք վստահում ենք, այսօր բոլորը տոմոսների տակ են, այսօր բոլորը բանկերի տակ են, այսօր մարդիկ բոլորը վարկ են վերցրել, որպեսզի կարողանան իրենց ընտանիքները ապահովեն, պետությունը փող չի տալիս, բայց պետությունը ամեն վարկյալ աշխատում է ժողովրդի ձեռքից գումարը վերցնի, բա մենք ինչ անենք, այս ժողովուրդը բոմժ դառնա անգնի փողոցները, ինչու՞ն է կայանում խնդիրը, մենք խնդրում ենք ինչքան աշխատատեղեր է այդտեղ, հիմա ինչքան ընտանիքներ, մոտավորապես։ Ավել, ինչ 5,000։ Ավելի ինչ կապ ունի, եթե դոլարը չի թույլատրվում, ես խնդրում եմ նա այդ հարցին լուծում տվեք, ինչի են տալիս իրենց աշխատողի ձեռքը դոլարը ու ասում են գնա այդ մարդուն բռնի, ինչու՞մն է խնդիրը, ես չեմ հասկանում, ու գնում ես իրաց մոտ ասում է մեկը պիտի քեզի դու գանեի, դոլարը չլեր, ուրիշ բան պիտի գրեի, Դոլարի համար 2 միլիոն են տուգ անում։ ինչի ընկել է ժողովրդի հետևից, ինչի հիման վրա է դա։ Կամ այդ բանկի չափը ինչ չափ։ Ստուգումը լրիվ անօրինական է։ Ոչ պատշաճ։ Ժողովրդին ավելորդ տեղը բորբոքելու, անհանգստացնելու պատրվակ։ Ինչ են ուզում դրանով։ Այսօր բյուջեն լցվում է մեր նմաների տված հարկերով։ Աշխատում ենք օրինական նստած տեղներս մարդ կա 1000 դրամի վրա, մարդ կա սկետ 1000 դրամներ չունի։ Միտումնավոր նոտրացումը Հայատ հապենանում ու բոլոր պարսիկներին ու սիրացիներին բերում են լցնում են քաղաքը։ Իսկ թող իր հայ ժողովուրդը ընկնի փողոցներով մեկ։ Իրանք դա են դրդում ժողովուրդը։ Էկոնոմիկայի նախարարությունը մի քանի օր առաջ աջակցում էր Պարոն Ղազարյան, կասեք ինչ եղավ, ինչ որոշվավ։ Գնում են օրինականության շրջանակներում, շարունակում են իրենց աշխատանքը։ Օրինականություն ասելով ինչ ենք հասկանում։ Ես քեզ կարող ուրիշ բան ասեմ։ Քանի կտոր ոսկի ես կարող եմ ձեր մոտից գնաց։ Որ ընդհանրապես ոսկի շատ հարաբերական է։ Գնացեք պրոբի ինսպեկցիա։ Պատասխան տա իր վաճառած ապրանքի Իրա գործած սխալի համար։ Այո։ Ու ասում եմ շատ հարաբերական է դրանով, որ ոսկի է։ Հասկացա՞ք։ Գնորդի ու վաճառողի միջև է խնդիրը։ Բարձր։ Բայց ինչի են գալիս։ Իսկ իմ իրավունքներով պետք է պաշտպանել։ Եթե ես եկա մի րոպե ժողովուրդ, եթե ես գալիս եմ ոսկի եմ առնում ու կարծում եմ ոսկի չի։ Աշխարհի խառնորդը մեջը կա։ Համաձայն եմ։ Չի համապատասխանում իմ վաճառածը տվյալ հարկին։ Ես եմ վերցնում Այո, պատասխանատվության թող ենթարկվի։ Մենք համամիտ ենք, դրան մենք համամիտ ենք։ Դու ես պատասխան կրում։ Չէ՞ որ Էկոնոմիկայի նախարարությունը թույլտվություն է տալիս, չէ՞ յուրաքանչյուր հարգորոշում, հարկադրոշում կատարողին թույլտվություն լիցենզիա է տալիս, որպեսզի հարգորոշի հարգադրոշվի։
Եթե իմ վաճառած ոսկին անցնում է պրոբնի ինսպեկցիայով հարգորոշումով, ոնց կարող է չհամապատասխանել։ Եթե իրանք չեն կարողանում, թող չհարգորոշեն, չհարգորոշեն։ Ես իմ վաճառած ապրանքի տեղն եմ։ Հիմա մի րոպե, օրենքով մենք պետք է վաճառենք մեր հայկական Սասունցի Դավիթ, չէ, հարգով, պրոբով պետք է։ Ես վաճառում եմ դա, եթե չի համապատասխանում, չէ հարգորոշումը, հարգադրոշումը։ Հասկանալի։ Ես վաճառում եմ համապատասխանում դրոշմում են, եթե մի քիչ թեքություն է լինում, բայց պրոբը համապատասխանում է, դա պետք է տուգանվի այդ կտորը։ Դա թերություն է թե ոչ։ Թերություն է թե չէ։ Դուք չգիտեք, բայց մենք գիտենք, որ թերություն չի, որովհետև իմ վաճառած ապրանքը համապատասխանում է 585 հարգի ոսկու։ Եթե մի քիչ թեքություն է եղած, դա թերություն չի եւ դա 50,000 դրամի տուգանվելու իրավունք չունի։ Ով է այդ իրավունքը տվել։ Յուրաքանչյուր կտորը 50,000 յուրաքանչյուր կտորը 100,000 դրամ ինչ տրամաբանությամբ են մի հոգ ունի կրկնում 2 միլիոն 7 Դավիթի բոտը ինչ տրամաբանությամբ 2 միլիոն 700,000 դրամ տուգանում են, ասեք իմանամ։ հայրիկն է տուգանվում։ Չեք դուք իմաստը։ Հիմա իրանք գնում են, հիմա պետք է գնամ, ոնց դուք ասացիք։ Գնացեք ընդդեմ, ես ընդդեմ։ Եթե մեր վաճառած ապրանքը չի համապատասխանում, մենք պատրաստ ենք տուգանելու։ Հա բայց ինչի չեք ուզում ես ելեք մի հատ մի րոպե։ Եթե չի համապատասխանում, ես պատրաստ եմ տուգանվել։ Մենք գնում ենք աշխատել։ Ես դուք չեմ տանում, որ Չխոսան բանան, գործն հենց հիմա գնացիք, հենց իրանք լավ էլ գիտեմ, որ ումը ստուգեն, ումը չստուգեն, խնդրեմ, համաձայն եմ, գնացիք, Ես մասնակից եմ, իմ շոպարներ մասնակից չգանք ստուգեն որակը չտակ ժողովրդին չի կարելի Որտեղ մատը թափտալով խոսում ես, 100 անգամ նույն բանը ասի, դու արդեն ստեղ միտինգային տրամադրություն Ես գիտեք միտինգային տրամադրություն Որտեղ են ժողովրդին խան Իսկ երեք դուք խիչ գիտեիք, որ եկել են ժողովրդին նեղություն խիչ գիտեիք Մենք ուրեմն ժողովուրդ, մենք գնում ենք աշխատանք, մեզ ոչ մեկը չի նեղացնել Հիմա ժողովուրդը գնում աշխատանք Ով եկավ շուկա, խոսքեր տալի Ով եկավ շուկա, մենք դու չենք Դու չենք տալու, որ մոտենան ստուգան անցկասել Հասնորեն Չէ, չենք ասնում ենք ով Իմ մեքենայի մեջ նստեք սրուցեք, նստեք իմ մեքենայի մեջ սրուցեք Գնանք, խնդրեմ Մենակ շոպ, Ինչ պետք է մտնենք Ես ոչ մեկ չեմ ուզի, հիմա դարձ Բայց ինչի չեք ուզում Ամենեք ես հողորի պատասխանը կկան Եթե ժողով չանող սպրանք չեք ուզում Դի քանի հոգի տալու Եվ թող դալիք շանչան են մեր հետների Ես նրագետ ինք առնալիքի ժողովրդի ասի ինչ անշանակում Ես եմ ես հարկեր է տալիս Բայց ինչի չեք ոնում եք կարյոքի մոտեք ինչի մի հոգով եք աբերացվի Մի քանի հոգով եք նստեք Դուրը թավեցի չէ, ինչի ետերցես բապնըտա Դե որովհետև մեծ ամոտները Մեր ժողովուրդը ձեր օգնության կարիքը ունեն, էլի։ Լսում են։ Գրավոր տան մենք պատասխանենք, ես ամբողջին չեմ տիրապետում որ ասեմ։ Բայց շատ մեծ ուշադրությամբ մանրամասն կքննարկենք իրենց բողոքը։ Բայց կլուծվի հարցը դրական։ Քանի որ չգիտեմ ինչա, ես չեմ կարող ասել, ինչպես կլուծվի, բայց մանրամասն խոստանում եմ ամեն ինչ նայել։ Շնորհակալություն։ Արեք
արեք։ Ինչ է որոշվել։ Աշխատել հա։ Ինչ չեմ տուգանի հետ։ Բայց պտան։ Այո։ Չէ, մեզ հանգիստ գնացեք աշխատեք։ Ասել են գնացեք աշխատեք, այլևս